ով որքան հրաշալի է հետևել Հիսուսին, ճանաչել Տիրոջը, տիրապետել այս զորությանը, Տիրոջից եկող այս օծությանը։ Իմանալ, որ մենք երկրի թագավորներն ենք։ Երբ կարդում եք Ծննդոցի առաջին գրքում, 26-րդ և 27-րդ խոսքերում, Աստված ասում է. «Ես մարդկությանը իշխանություն եմ տվել ամեն շարժվող բանի վրա։ Եթե այն շարժվում է, ուրեմն դու իշխում ես դրա վրա»։ Աստվածաշունչն ասում է, որ վերջին օրերին Հիսուս Քրիստոսը մեզ թագավորներ և քահանաներ է դարձնելու։ Նրանք երկուսն էլ կառավարիչներ են, երկուսն էլ իշխողներ։ Քահանաները կառավարիչներ են հոգևոր աշխարհում, իսկ թագավորները՝ ֆիզիկական։ Եվ մեկը և մյուսը կառավարիչներ են։ Աստված մարդուն ստեղծել է, որպեսզի նա իշխի։ Դու ստրուկ չես։ Դու շուն չես։ Դու վտարանդի չես։ Դու ստրուկ չես, դու ազատ ես։ Դու պետք է վայելես քո ազատությունը Հիսուսի անունով։ Եկեղեցին պետք է ասի, ինչպես Պողոս առաքյալն է ասում Կորինթացիներին ուղղված 2-րդ նամակի 2-րդ գլխի 11-րդ խոսքում, որպեսզի սատանան մեզ չկեղեքի, քանզի մեզ անհայտ չեն նրա խորհուրդները։